Վրաստանը շատ ցավոտ կետ է Եվրոպայի համար։ Եվրոպան այնտեղ տասնյակ միլիարդներ է ներդրել եւ ունի հազարավոր 100,000-ից ավել մարդիկ, ովքեր դեկտեմբեր ամսվա ցուրտ օրերին ջրցանների տակ կանգնած են եվրոպական դրոշներով։ Հայաստանում նման բան չկա, բայց նրանք չեն էլ առաջարկում Հայաստանին այլևս նման բան, որովհետև տեսել են Վրաստանի փորձը։ Եվ իմ բերած օրինակը, որը դուք հիմա հնչեցրեցիք, Վրաստանի օրինակը, Հայաստանի դեպքում իրենց համար դաս է, որ սա կեղծ է, սուտ է, որովհետև մինչև հիմա պաշտոնապես վրացիք ասում են, Վրաստանի ղեկավարները ասում են, չէ, մենք պատրաստվում ենք գնալ Եվրոպա, այդպես չեն պատրաստվում Եվրոպա գնալ, գնալով դեպի Ռուսաստան եւ Թուրքիա, Եվրոպա չես ասնի, Ալթայ ու Շանհայ գնալով Բրյուսել չես ասնի, սա պարզ է, սա աշխարհագրություն չէ, սա քաղաքականություն է, իրենք շատ հստակ եւ անկեղծ ինձ անձամբ հոկտեմբեր ամսին իրենք ասելով ես նկատի ունեմ անեվրոպական դիվանագետները, քաղաքագետները, ում հետ ես խոսել եմ ու շարունակում եմ խոսել ամեն օր, մենք անընդհատ քննարկման վերլուծության ընթացքում ենք։ Իրենք ասում են 26 թվականին ձեր ժողովուրդը հնարավորություն ունի արտահայտվել, եթե եվրոպական գաղափարը մոտ է ձեր ժողովրդի սրտին, ուրեմն մենք կբացենք ոչ թե 15 միլիոն ինչպես տվեցին կամ 12 միլիոն ինչ տվեցին ինչ որ բավական ծիծաղելի նպատակներով, այդպիսի գումար ցանկացած հայ օլիգարխ կարող է մեկ օրվա մեջ տաբատների հետևի գրպանից անի եւ դնի սեղանին։ Դա այն գումարները չեն, որով Հայաստանը փրկում են Ռուսաստանից կամ Թուրքիայից, ոչ։ Դա ուղղակի խորհրդանշական բան է, մենք հիշում ենք ձեր մասին, բայց դուք պետք է որոշեք։ Եվ իմ ամբողջ ցավը այն է, որ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին, որովհետև եվրոպացիներին այլևս չի կարող խաբել, իրենք արդեն հասկացել են, որ Փաշինյանը չի գնում Եվրոպա, դա շղարշ է, վրացական երազանքը հայկական մղձավանջի պես, բայց մեր ժողովրդի ինչ որ մի մասը դեռ կարծում է, որ դե չէ, ոնց թե իմ նախկին գործընկերները ասում են, պարոն Խզմալյան, դուք չափազանցնում եք, հանեք ձեր սև ակնոցը։ Ես ասում եմ, ես թափանցիկ ակնոցներով եմ նայում կամ առանց ակնոցների, դուք եք նայում վարդագույն ակնոցներով, բայց վարդագույն ակնոցները ի տարբերություն սև ակնոցների մի անգամ կարելի է հագնել, մինչև իրականության հետ Այսինքն դուք այս ամբողջ process-ը կապում եք ընտրություններին եւ ասում եք Եվրոմիությունը իր խոսքը կասի կամ իր գնահատականը վերջնական իրեն համար պարզ կդառնա ամեն ինչը ընտրությունների ավարտին, այսինքն արդյունքներից ելնելով։ Այդպիսին է ասում եք դուք։ Այդպիսին ես չեմ դա ասում։ Դա այն է, ինչ Փաշինյանն է անդադ ասում կամ ՄԱԿ-ի ամբիոնից։ Ում ձեռքին է ներող կներեք, ես գիտեմ ձեր պատասխանը, բայց հարցը պետք է հնչի։ Ում ձեռքին է այն դրոշը, այն ջահը, որով նա ընտրություններին մասնակցելու է եւ որի շուրջ հավաքվելու է ժողովուրդը, որը բեկանելու է կամ այսօր, այսպես կամ չեմ ասում, այսօր խորհրդարանում ներկայացված ուժերի նույն հարաբերակցությունը։ Տեսնում եք դուք տալիս եք ամենակարևոր հարցը եւ սկսում եք մի մեծ նոր խոսակցություն։ Սա արդեն վերաբերվում է մեր ներքին քաղաքականության։ Նկատեք, որ մենք մինչեւ այս պահը խոսում ենք միայն արտաքին քաղաքականությունից, բայց իրականում ամեն ինչ ներսում է լուծվում։ Եվ որpիսի այդ ջահը, այդ դրոշը չլինի որևէ մեկի ձեռքին, ինչ է անում իշխանությունը։ Նա անում է ամենասարսափելի բան, ինչ կարող է անել որևէ իշխանություն իր երկրում։ Նա պահում է երկիրը եւ ազգը հասարակությունը անընդմեջ քաղաքացիական պատերազմի իրավիճակում, պառակտելով, ատելություն սերմանելով, անվստահություն, կոմպրոմատներ, շանտաժ, կեղծիքներ, գաղտնալսումներ, խայտառակ պորնոգրաֆիկ բանի հասնող խոսույթներ գցելով բոլորը բոլորի դեմ, որpիսի ոչ մեկը չկարողանա գլուխ բարձրացնել այդ ամենօրյա ցավից, այդ ամենօրյա ճնշման ներքո, ահա ինչու շատ դժվար է, բայց մենք պարտավոր ենք անել այն, ինչ պարտավոր ենք անել, եւ ինչ լինի, թող լինի։ Ինձ համար, մեր տեսակի համար, մեր սերնդի համար, սա միգուցե վերջին կռիվն է լինելու, մեր վերջին ճակատամարտը, որովհետեւ մենք հասել ենք այն եզրին,
երբ ասել եմ դա մեծ ցավով ու ելի եմ ասում, եթե 21 թվականին ստեղծված իրավիճակը, այդ ստատուս կվոն, որը պահպանվում է, մնա 26 թվականին, այսինքն Փաշինյանը եւ պրոռուսական կուսակցությունները իրար մեջ բաժանեն երկիրը եւ մնան այդ ռեգիոնալ ռուսա-թուրքա-ադրբեջանական ակցիաներում, այդ թակարդում եւ Հայաստանը չգնա Եվրոպա, հայերը կգնան Եվրոպա առանց Հայաստանի։ Ինչպես այդ գեղեցիկ խոսքեր են։ Ոչ, ահա ինչու բացվելու է սահմանը Թուրքիայի հետ, բացվելու են վիզաները, դրա համար են պահում, որ դժգոհները, որ չհամաձայնվողները թողնեն գնան։ Եվ իրենք մնան Երևանի արվարձաններով, Նորհաջն, Կոտայքի, Մարս, իսկ ինչ կլինի Տիգրանաշենից այն կողմ, այն որ Վայքը, Վայոց ձորը, Սյունիքը դատարկվելու են ադրբեջանցիների գարշահոտ շնչից, իրենց չի անհանգստացնում։ Այսինքն դա հիշեցրեց դա ինձ Փաշինյանի այդ արտահայտությունը, կառավարությունը ես եմ եւ ով որ համաձայն չէ կարող է գնալ, ով որ համաձայն չի լինելու 20-26-ից, եթե այս տրամաբանությամբ է զարգանում քաղաքականությունը արտաքին, թող դուրս գա Հայաստանից, գնանք մեկնի։ Տեսեք, Փաշինյանի այսպես պետք է լինի, ինչպես։ Սա է Փաշինյանի իշխանության բանաձևը, 2018 թվականին կառավարությունը դուք եք, դուք ամեն մեկդ վարչապետ եք, 7 տարի անց կառավարությունը ես եմ, ով համաձայն չէ թող գնա, կամ բանտարկվում է։ Կներեք, 6 քահանա եւ 3 թե արդեն 4 եպիսկոպոս է ձերբակալված։ Գիտեք, ես այդ եպիսկոպոսների ջատագովը չեմ, բայց եթե դուք KGB-ի գործակալներ եք փնտրում, փնտրեք նրանց կառավարության, ազգային ժողովի, բանակի, մամուլի, տնտեսության մեջ, այսինքն այն ոլորտներում, որոնք վերաբերվում են ձեր կառավարմանը, ձեզ դրա համար են ընտրել։ Մենք կաթողիկոս չենք ընտրել 2018 եւ 21 թվականին։ Սաղմոս կարդացող չենք ընտրել։ Եկեղեցին կմաքրվի միայն այն ժամանակ, երբ որ մաքրվի հասարակությունը։ Եկեղեցին առանձին չէ, ինքը անջատ է եւ կառավարությունը իրավունք չունի զբաղվել եկեղեցիով։ Եվ ինչու է զբաղվում, որովհետեւ դա այն թիրախն է, որով շատ հեշտ է պառակտել հասարակությունը։ Իսկ Փաշինյանի գլխավոր նպատակն է ոչ թե միավորել ազգին, ինչպես պետք է լինի ցանկացած իշխանության եկած իրական ազգային առաջնորդի, այլ պառակտել, բաժանել, ատելություն սերմանել։ Նրա իշխանությունը հիմնված է ներքին ատելության եւ արտաքին մեր թշնամիների կողմից իր անձին աջակցության վրա։ Նրա իշխանության աղբյուրն է հիմա ավելի շատ Ալիևը, Պուտինը եւ Էրդողանը, քան հայ ժողովուրդը։ Մենք հասանք սրան 26 թվականի շեմին։ Եվ սա է, որ պետք է հասկանա հայ ժողովուրդը։ Եվ սա է այն գործիքը, որը կիրառվում է ընտրություններից առաջ, փաստորեն սա գործիք է։ Անշուշտ։ Վրաստանում դա արդեն գործեց։ Երեք ես խոսում էի մի զույգի Վրաստանից եկած քաղաքական ակտիվիստներից, կին եւ երիտասարդ կին եւ տղամարդ եկան, իրենք փաստորեն փախան Վրաստանից, որովհետեւ տեղյակ պահեցին, որ հաջորդ շաբաթ իրենց ձերբակալելու են։ Բանը ասավ նրան, որ ամբողջ ընդդիմությունը նստած է բանտերում Վրաստանում։ Այստեղ նույնն է լինելու 26 թվականի ընտրություններից առաջ կամ հետո, եկեղեցուց հետո գալու է ընդդիմության հերթը։ Ընդ որում ոչ միայն այստեղ անհասկանալի է ընդդիմություն ասելով ինչ նկատի ունեք, ընդդիմությունը տարբեր է, դեմոկրատական ընդդիմությունը, որի մի մասը Փաշինյանի ենթակայության տակ է հիմա, իսկ չհամաձայնվողները կամ կհեռացվեն, կամ կհեռանան։